Պերգությունն է, դա մենք հայտարարվի, մենք կարմիր գրքի մեջ կարանք հայտնվենք, ամոթի կարմիր գրքի մեջ։ Սա ես ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Չէ, Սա հայտարարությունն է։ Եթե ես կանգնեմ ասեմ ավարտված տականքը միայն կարող է գնալ Նիկոլին ձայնի տակ, ասեք ինչի եք, չէ՞ ասում։ Չէ, որտեվ այս մարդը կոնկրետ ասում է, բանը հայրենիք ծախելը, այս հայկական չլինելը, տալը, հանձնելը, դա է մեր ուժը, դա է մեր ապագան, դա է մեր հպարտությունը, եթե այսպիսի տականքին ձայն տվողը ինչ է, ավարտված տականք, չէ։ Ես սենց ասեմ քեզ։ Չկա ներում բեկում ավարտված տականք։ Բայց մի հատ բան ասեմ, ճիշտ ես ասում, բայց Այն դու հաշվի առ որ այն դեբիլիզացիայի process-ը որ գնացել է։ Դիմա դեբիլի ձեռքը պետք է մենք երկիր կորցնենք, պետություն կորցնենք, տուն կորցնենք, ինչքան ասենք դեբիլա, Նիկոլիս Բետար մենք էլ դեբիլ դարձանք հակակնենք։ Գիվարկյան, էլի, գերմանացի ժողովրդից ավելի բարձր որակի ժողովուրդ եղել է, որը տվել է Բեթհովեն, Բախ, Բեթհովեն, Բրամս, Հենդել, տվել է այդպիսի ֆիլոսոփա ինչպես որ Հեգելի պես ֆիլոսոփ, այդ ժողովրդին սարքեցին անասուն 30-ական թվականներին, հիշում ես, նացիստները եկան իշխանության եւ սարքեցին բարիս բուն իմաստով անասուն եւ այդ ժողովուրդը փաստացի բարիս բուն իմաստով համակենտրոնացված ճամբարներով գազի պատասխանեմ, բայց քանի որ այդ ժողովուրդը ուներ դա, ուներ այն ինչ որ դուք ասեցիք Բախ, Բրամս, Մոցարտ եւ այլն, քանի որ դա ուներ, այդ ժողովուրդը այդ բանի միջով անցավ իր մեջ ուժ գտավ եւ ներողություն խնդրեց եւ ընդունեց որ ինքը այդպես է միջև հիմա բա այս ժողովուրդը մեռան 8 տարի նստել է մորթում է 4 պատերազմա բերել հայրենիքը ծախում է էս էլ ասում է դոշի դիր ասա ես հպարտ եմ որ հայրենիք եմ ծախել մի հատ հայվանների խումբ ասում է կեցեք հա մենք բոլորս պետք է չէ այն տականքը որ գնում է այդ վերցնում է ձեռքից այդ տականքը փոխվող չի այդ տականքին մի հատ միտեղ պետք է ուղարկել Ուրիշ բան չկա։ Ուղղակի ես իր երեխեքին վերցնես կրթություն տասը։ Ոչ մի ժողովուրդ ժողովրդին մեղադրել հանցագործության մեջ չկա։ Այդ մենք թուրք ժողովրդին ես ձեզ ասեցի Գերմանիայի Օսմանյան կայսրության մեջ Գերմանիայի այդ ժողովուրդը կարողացավ ուժ ունենալ, դա Թուրքիան չէր, այն տականք Թուրքիան չի, որ միջև չի ընդունել։ Այդքան ուժ ուներ եւ այդքան պաշար կարեն ներքից, որ ասեց այո, մենք գործել ենք այդ հանցագործությունը։ Կներես մի հատ բան ասեմ։ Եվ միջև Գերմանիայի ժողովուրդը դրա համար պատասխան է տալիս։ Գերմանիայի ժողովրդին ստիպեցին 45 թվականին։ Բայց չի թուրքերին չեն ստիպել։ Մի րոպե, որովհետեւ դու չես կարացել դրան հասնես։ Դու համար եմ ասում մեր գլխավոր նպատակը պետք է մենք հասնենք նրան, որ եւ աշխարհը եւ թուրք հասարակությունը համ թուրք հասարակության գիտակցությունը բարձրանա, համ աշխարհը ստիպի։ Լավ, մի հատ ուրիշ հարցի պատասխաննել եմ ուզում ձեզանից ասել։ Տեսեք, ես մի հարց էլ այլ ինձ հետաքրքիր ուզում եմ դրա մասին էլ խոսեք։ Հարցը հնչեցեցի, չավարտեցի։ Տեսեք, Արցախի պահով բացարձակ չկանգնեց։ Հիմա դուք այդ վտանգները կոնկրետ նշեցիք, եթե բիատը մեզ դուրս են գալիս, էլ հապկի մասին չեմ խոսում, ես չգիտեմ ինչքան ենք մենք այստեղ կարողանալու ապրել, էլ չեմ ասում որ Թուրքիան կմտնի կամ սովից կմատնվենք։ Լավ է որ այդ ատոմակայանի մասին է խոսեցիք, դրա մասին ընդհանրապես չեն մտածում։ Իմիջայլոց դուք այդպես որ քննադատում եք ռուսական, ես ձեզ ասեմ որ այդ ձեր նույն սիրելի Թուրքիան խնդրել է որ հիմա ով է այնտեղ անում, էլի ռուսներն են, ճիշտ է, եւ ոչ միայն Թուրքիայում շատ տեղեր։ Եթե հիմա Նիկոլը միայն թե իշխանությունը մնա այստեղ Միայն թե իր տերերին գոհանա, ասի ինչ ուզում եք արեք։ Այդ նորից սա չի նշանակի հայ ժողովուրդը սենց վերջա, ոնց որ Արցախում Հայաստանը հունիսի 7-ին որոշում է կայացնելու, որ ասում են թե ինչ որ չգիտեմ, ես ասում եմ պարզ, հունիսի 7-ին որոշում է կայացնել, ինքը կամովին գնալու է նոր ցեղասպանության, թե ապրելու է։ Ընդ որում շատերը կարող են ասել, որ այս ընդդիմությունը այդքան էլ լավը չի կամ չգիտեմ ինչ։ Ես չեմ ուզում այդ հարցի մեջ։ Կարող է այդքան էլ լավը չի, բայց մենք ընտրությունը կատարում ենք երկու ուղղության մեջ, մեկը որ գնում է դեպի ցեղասպանության, մյուսը մի հատ նոր իշխանություն, որը միգուցե կարող է սկզբնական փուլում այդքան էլ լավ իշխանություն չլինի, կարող է լավը լինի, ոչ ոք չի կարող ասի, դա մենակ չկատարած ձմերուկ է իրանից ներկայացնում, բայց վաղ թե ուշ կամաց այս ճանապարհով գնալով Հայաստանը կարող ոտի հուտուզ, բայց այս ճանապարհը միանշանակ գնում է դեպի ցեղասպանության, դեպի գերեզման, սա միանշանակ է, եւ ժողովուրդը պետք է ստեղ ընտրությունը կատարի, եւ այն մարդիկ, որոնք ասում են թե ես չեմ ուզում ընտրություն կատարեմ, նշանակում է ինքը ընտրություն չկատարելով անուղղակիորեն նպաստելու է այսօրվա իշխանության վերարտադրմանը։ Դա շատ կարևոր է որ մարդիկ գնան, հետո մի հատ բան էլ ասեմ, ընտրությունը դա լավագույնի ընտրություն չի սովորաբար աշխարհում տենց է։ Տեսեք օրինակ բազմաթիվ մարդիկ որ գնում են Տրամպին են ընտրում, իրանք ոչ այնքան Տրամպին են ընտրում, որքան Բայդենի դեմ էին ընտրում։ Եվ մարդիկ որ գնում են Բայդենին ընտրում էին, ոչ այնքան Բայդենին էին ընտրում, որը արդեն ծերունակ բանը
մարազմի մեջ էր, այլ Տրամպի դեմ էին ընտրում, որը տրամաբանական է, ընդհանրապես ընտրության մեջ լավի ու լավագույնի մեջ ընտրություն չի, ընտրության մեջ նույնիսկ կարելի ասել վատի ու վատագույնի մեջ կարելի ասել ընտրություն լինես, դա տենց է ստացվում։ Եվ այդ իմաստով մարդիկ պետք է հասկանան, որ ընտրության մեջ իրանք պետք է ոչ թե կողմնորոշվեն, թե այս մարդը լավն է կամ այս մարդը վատն է։ Իրանք պետք է հասկանան, թե որ այս ճանապարհը, որ դու գնաս քո երեխաներին տանելու ես գերեզման, այս ճանապարհը դու կարաս գոնե փրկվես, կարող է լավ չապրես, կարող է լավ ապրես, դա արդեն ուրիշ խնդիր կա։ Անդիմության մեջ տարբեր ուժեր կան, դուք կարող եք ընտրություն կատարեք, թե ում եք ուզում ընտրեք։ Ես օրինակ մի ուժերից մեկն եմ ներկայացնում, որը շատ նորմալ պոզիտիվ ծրագիր է ներկայացել առաջարկ Հայաստանը, որը շատ հետաքրքիր դրույթներ ունի մեջը, որը շատ լավ պրոֆեսիոնալ մակարդակի ուսումնասիրված է եւ շատ հետաքրքիր ճանապարհ է առաջարկում Հայաստանի համար։ Ես օրինակ մի քանի բան ասեմ, Անժելա, որ մարդիկ էլ հասկանան։ Տեսեք, մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ բանը մինիմալ զամբյուղը, սպառողական զամբյուղը այսօրվա դրությամբ արդեն մոտենում է 100,000 դրամի։ Եվ եթե մենք սոցիալական պետություն ենք, մենք պարտավոր ենք, որ 100,000 դրամը մինիմալ թոշակը գոնե պետք է լինի 100,000 դրամ։ Մենք նույնց ենք ասում, մենք պարտավորվում ենք, որ մինիմալ թոշակը կլինի 100,000 դրամ։ Մինիմալ աշխատավարձը, որ այսօր 75,000 դրամ է, դա խայտառակություն է։ Մենք ասում ենք, որ մենք հասցնենք մինչև 150,000 դրամի։ Կրթությունը, որը Վրաստանը, մեր հարևան Վրաստանը այս տարվանից դարձեց անվճար։ Մենք ասում ենք 28 թվականից կդարձնենք անվճար, 27 թվականից չենք ասում, 28 թվական։ Հիմա կասեմ, թե որտեղից է այդ աղբյուրներ լինելու, դա շատ կարևոր է, որովհետև վերացական մենք կարող ենք ասենք այսքան sense, բայց հետո մենք որտեղից պետք է հանանենք։ Հետո առողջապահական համակարգը, արգելի ժողովուրդ, Վրաստանում մարդը, որ ծնվում է, ավտոմատ ինքը ունի արդեն առողջապահական հաշիվ, մինչև $10,000։ Այդ $10,000 մեջ ինքը օպերացիաներ է, բանան, տարբեր տիպի, տարբեր բաներ։ Մենք ինչ ենք առաջարկում, հաշվառելով այն հանգամանքը, որ մենք դեռ Վրաստանի ռեսուրսները չունենք, մենք առաջարկում ենք, որ ամեն մի քաղաքացին ունենա երկու հաշիվ առողջապահական, մեկը 1.5 միլիոն դրամի, մեկը 1 միլիոն դրամի, օպերացիաների բաների համար 1.5 միլիոն դրամի, ոչ օպերացիաների համար 1 միլիոն դրամի։ Այս դա ինչ է նշանակում։ Ուրեմն մինչև 18 տարեկան եւ 65 պլյուսիների համար տարվա մեջ մարդը այդքան քվոտայով պետք է գումար ունենա, որ անվճար ինքը բուժվի, իսկ 18 տարից մինչև 65 տարեկանի համար այդ գումարի չափ 70%-ը պետք է փակի պետությունը։ Այսինքն, եթե դու ունես, ասենք, գնում ես հիվանդանոց 200,000 դրամի նստում է քո բուժման ծախսը, դու ծախս տալիս ես 60,000 դրամ։ Մնացած 140,000-ը տալիս է պետությունը։ Եվ այդ 140,000-ների քանակը մինչև 1 միլիոն է տարվա մեջ հասնում։ Եվ ամեն տարի, ասեմ, որ դա մեծ գումարներ չի, Վրաստանի փորձը ցույց տվեց, որ փայլուն դա աշխատում է, եւ իդեպ ասեմ, այսօրվա իշխանությունն էլ մասնակիորեն մտցրել է դա, մենակ բայց մինչև 18 տարեկանների եւ 65 պլյուսների համար, մենք առաջարկում ենք նաեւ մտցնել 18-ից մինչև 65-երի համար, որտեղ դա առողջապահական համակարգը կենտրոնական խնդիր է։ Ես ասեմ, որ մենք ուսումնասիրություններ ենք անցկացրել տարբեր երկու մարզում բնակչության 10%-ը իրանց բնակարանները վաճառել են, որ կարողանան եւ հիմա պարտքով են ապրում, որ կարողանան իրենց բուժ ծախսերը բանալ հոգան, որ հասկանան ինչ անա խնդիր։ Այսինքն սոցիալական պետության համար դա կենսական անհրաժեշտ խնդիր է։ Հիմա հարց դուք կարող եք առաջարկել, բայց որտեղից է այդ գումարը։ Ի վերջո Հայաստանի հնան այսօր 29 միլիարդ դոլար է, բյուջեն մոտավորապես 7-8 միլիարդ դոլարի կարգի է, չէ՞։ Ես այդ հարցի պատասխանը տամ։ Ուրեմն մենք տալիս ենք երկու ֆունդամենտալ աղբյուր դրա համար։ Առաջին գլխավոր աղբյուրը մենք առաջարկում ենք аэроպորտի կողքը սարքենք մեծ օֆշորային գոտի։ Ես ինչ եմ դա ասում, դա ոսկաձուլարան սարքենք եւ խոշոր դեպոզիտարիա սարքենք եւ խոշոր օֆշորային գոտի։ Դա ինչ է նշանակում։ Ուրեմն Չինաստանի 19 քաղաքներում այդ խոշոր օֆշորային գոտիների արդյունքում այդ երկիրը թռիչքային զարգացում ունեցավ։ Եվ մասնագետների հաշվարկման արդյունքում օֆշորային գոտին երկրի տնտեսությանը առաջին տարին բերում է հնայի 10% աճ, երկրորդ, երրորդ տարիների ընթացքում հասնում է մինչև 30%-ի։ Դա ցույց է տվել նաև Դուբայի օրինակը, դա ցույց է տվել նաև Սինգապուրի օրինակը, դա ցույց է տվել Չինաստանի այդ քաղաքների օրինակը։ Հիմա տեսեք, քանի որ Դուբայում առաջացել է այս խնդրը, այս կոնֆլիկտի արդյունքում, ուրեմն այս կոնֆլիկտից այդ կապիտալները դուրս են բերում։ Էրդողանը ասեմ, որ դες մի հատ ֆանտաստիկ առաջարկությունով հանդես եկել, ուզում է Ստամբուլը սարքի Դուբայի պես։ Հիմա, բայց ռուսական կապիտալը Դուբայում մինչև 1 տրիլիոն դոլարի ռուսական կապիտալ կա Դուբայում, մինչև 1 տրիլիոն։ Եվ շատ գործընկերներ կան, բաներ կան, որոնք հետաքրքրված են Հայաստանում, ինչի են հետաքրքրված Հայաստանը, որտեղ մի զգալի հատկապես ոսկու այդ բաները, այդ ճանապարհը
Ռուսաստանից դեպի Դուբայ ոսկու ճանապարհը անցնում է Հայաստանով, նաև Հայաստանով անցնում։ Եվ իրանք ասում են, որ եթե դուք կարողանաք գոնե մասնակիորեն Դուբայի բանը կոմպենսացնեք, ապա մենք կարող ենք այդտեղ հսկայական ներդրումներ բերենք։ Դուք հասկանու եք դա ինչ է նշանակում։ Դուք ուղղակի չեք պատկերացնում, Անժելա, մեր ժողովուրդը չի պատկերացնում, որ այդտեղ ֆանտաստիկ ծրագիր կարա աշխատի։ Վռնդել Նիկոլին եւ ամեն ինչ կգնի իր տեղը։ Երկրորդը դա այդ բանը Քրիստոսի արձանի կառուցումն է, Քրիստոսի արձանի կառուցման արդյունքում մեր հաշվարկներով տուրիստների քանակը կարող են կրկնապատվել։ Ինչի, որտեվ այդ Քրիստոսի արձանի սիմվոլիկան շատ կամ բանը Բրազիլիայում կա, այս տարածաշրջանում պրակտիկորեն գոյություն չունի եւ միակն է։ Սա ձգող էլեմենտ կարող լինի ամբողջ քրիստոնեական արեալի համար եւ այդ տուրիստական հոսքը, որը մոտավորապես 2-ից 2.5 միլիոն տուրիզմը կարող մինչեւ 5 միլիոնի հասնի։ Սա երկրորդ բանն է։ Երրորդը նաեւ որը կա Գյումրի ազատ տնտեսական գոտին, որ մենք առաջարկել ենք դեռ Գյումրի ընտրությունների ժամանակ։ Տնտեսական գոտին էլ իրանք նույն ռուսական փորձագետների գնահատականով, որ մենք այնտեղ շփվել ենք եւ ուսումնասիրել ենք եւ իրանք ասել են, եթե դուք լինեք այսպես ասած իշխանության ժամանակ մենք կարող ենք այսքան ներդրում անենք, մինչև 500 միլիոն դոլարի ներդրում էին։ Ասում որ մենք մենակ Գյումրի շրջակի մարզում 500 միլիոն դոլարի մասն էր խոսքը։ Ասում բայց այն պրեֆերենցիաները որ մենք կտանք, այսինքն փաստացի այդ մեգա նախագծերից, եթե մենք այդ օֆշորային գոտին սարքենք, այդ Քրիստոսի արձանը եւ Գյումրի խնդիրը, մենք նույնպես եմ ասում, առաջին տարին կունենանք լրացուցիչ 10% հնայի աճ, երկրորդ, երրորդ տարիներին կարող է նույնիսկ ավելի շատ, քան մենք ավելի Եվ մի հարցել եմ ուզում տալ կարճ։ Եվ այդ դրա արդյունքում մեր ժողովրդի մենք նույնպես եմ կրկնում, մենք գրեթե կասկած չունենք, որ մինիմում բանը 2 անգամ կմեծանա մեր հնան 4 տարվա ընթացքում, եթե չասեմ երապատ, եթե չասեմ, որտեղ ես ավելի պահպանողական գնահատականներով եմ հանդես գալիս։ Բայց որպեսզի այդ ամեն ինչը լինի, պիտի հունիսի 7-ին գնաք ընտրության եւ Նիկոլին վռնդեք 3 ուժերից գոնե մեկին։ Երրորդ, 7-րդ եւ 17-րդ 3-ից ինչ որ մեկին։ Սա ես նույնպես եմ կրկնում, ժողովուրդ։ Եվ հավատացեք մարդկանց, հավատացեք, որ այս տիպի ծրագրով Հայաստանը կարա ոտքի դուրս գա։ Ընդ որում մենք չենք առաջարկում, որ մենք խզենք հարաբերությունները արմուտքի հետ կամ բան։ Իհարկե ոչ, ճիշտ հակառակը։ Մենք փորձելու ենք դիվերսիֆիկացնել մեր էկոնոմիկան, մեր տնտեսությունը։ Դիվերսիֆիկացիայի արդյունքում մենք կարող ենք իսկապես, տեսեք, պրոպորցիաները որ մեծացնելով մենք նոր ճյուղեր կանանք, այսինքն եթե մենք տեխնոլոգիական հեղափոխություն պետք է անենք նաև մեր էկոնոմիկայի մեջ, որպեսզի մենք կարողանանք մրցունակ ապրանքներ վաճառենք նաև զարգացած երկրներում։ Դա շատ լուրջ խնդրեմ է, որը Հայաստանում մինչև հիմա չի կատարվել։ Եվ այս հարցի մասին էլ ուզում եմ այնուամենայնիվ մի նախադասության պատասխանել, որ ճակատագրական սխալ է եղել Արցախի շարժումը, շտական քաշած։ Սա Անժելա ջան, ես ուղղակի չեմ ուզում քավոր կիրթ ձևով հնարավոր չի դրան պատասխանել, փորձենք ես ձեռնպա մնամ, էլի, որտեղ դա ուղղակի անբարոյականության եւ անբարոյականության գագաթնակետն է նման տիպի գնահատականներ տալը եւ եթե այս մարդը փաստացի մնացել է մինչեւ հիմա, դա մեր համազգային խայտարակությունը Դե ուրեմն ինչքան դի անբարոյական լինես, որ գնաս Նիկոլին ձայն տաս։ Ես նույնպես եմ կրկնում։ Այսպիսի հայտարարությունից հետո ես էլ մնացած համաձայն եմ, Անժելա, բայց այնուամենայնիվ ես գիտես ինչն է, ես այնուամենայնիվ ես կարծում որ մեր ժողովրդին պետք է մեր ժողովրդին խոսքը ժողովրդի մասին է խոսքը։ Մեր ժողովրդին նորից պետք է մենք կարողանանք բերենք համախմբան, կոնսոլիդացիայի, որովհետև այդ ատելությունը որ կա մեր մարդկանց մեջ։ Ես հասկացել որ մենք պիտի խնդրենք ձևը գտնենք, իրենք գիտեք, ես մի ձև ասեմ, որն է։ Ես օրինակ մի հատ ձև ասեմ, պատկերացնեք, դա իմ անձնական տեսակետն է, ապաշխարանքի տարբերակ պետք է լինի։ Այսինքն ապաշխարանքը որն է, այդ մարդկանց պետք է մենք Չէ, դրա մասին չի։ Տեսեք, ես այդ մարդկանց ոնց եմ տեսնում, ապաշխարանքի տարբերակով։ Այդ մարդկանց, երբ որ մենք իշխանությունը փոխվի, ռոպագանդան կանգնեցվի, այս խայտարակ, դա ահաբեկչություն է սա։ Դա ահաբեկչական process է գնում։ Սա տեղեկատվական ահաբեկչություն է հայ ժողովրդի դեմ։ Հիմա որ այն ինչ որ հիմա կատարվում է Հայաստանում։ Մենք ինչ պետք է անենք, ես պետք է մենք խնդրենք բանին եկեղեցուն, որպեսզի եկեղեցին կազմակերպի այդ ապաշխարանքի process-ը, Աստված տա այդ Քրիստոսի բանն էլ որ լինի, ընդեղ էլ որ օրինակ մի հատ ձև պետք է գտնենք, որպեսզի մարդիկ գնան իսկապես ապաշխարել։ Ես ավելի բարձ բան եմ ասում, պարոն Բոզյան, այդ մարդիկ, չէ, ուրիշ բան եմ ասում, թույլ չեք տալի մի նախադասություն ասեմ, այդ մարդիկ ես հասկացել եմ, որ ի վիճակի չեն, ես անգամ խնդրում ես, ասում ես, կլսես ինձ 1 րոպե, 2 րոպե, չէ, այդ մարդիկ ի վիճակի չեն,
Խնդրանք ուղարկի ձև գտնել, ճանապարհ գտնել այդ մարդկանց Ասեցի ինչով ես։ լեցրած ուղեղների, որ ասեք, բանը, Ասեցի, մի հատ այդ Անժելա, ձեր, ասեցի, չգիտեմ, դա ինչ հիշի- անասունությունա ձեր ուղեղի մեջ դրած, այդ հանեք, ի վիճակի լինեք լսելու։ Նացիստական Գերմանիայի փորձը այդ ամբողջ ժողովրդին սարքեցին անասուն, գազան։ Գազանս այդ մարդիկ դացին համակենտրոնացված ճամբարներ սարքեցին։ 6 միլիոն հրեա կոտորեցին։ 27 միլիոն սովետական ժողովուրդ կոտորվեց դրա Ճանապարհը արդյունքում։ 60 պիտի միլիոն գտնենք։ մարդ Շատ կոտորվեց լավ, դրա Մարիամ։ արդյունքում։ Այդ ժողովրդին, որը ծնել էր Բախ, Բեթհովեն, Մոցարտ։ Չի կարելի ժողովրդին մեղադրել դրա մեջ։ Ես օրինակ եմ ասում, Կարելի չի է կարելի այդ մեղադրել։ գլուխ ժողովրդին Ժողովուրդ, եթե դու 1000 անգամ հանցագործություն ես գործում, հանցագործի հետևից գնում ես, ուրեմն դու մեղավոր ես, հերիքը ասենք մեղավոր չի։ Եթե դու հանցագործի հետևից, երկիր ծախողի հետևից միշտ արդարացում ես գտնում սրիկաբար գնում ես, ուրեմն այո, դու պատասխանատու ես եւ դու մեղավոր ես, դու անասուն չես, որ մենակ խոտ ուտելու համար ու բազմանալու համար ես։ Քեզ տրված է ուղեղ, ու քեզ երևակայում ես, որ դու ընտրության հնարավորություն ես։ Ուրեմն քեզ մի պահի անասունի պես, այսքան բան։ Շնորհակալություն։